Քաղաքական ղեկավարու դատա գնացող այդ է իրական Հայաստանը, մեր ամոթի Հայաստանը, մեր խայտարակության Հայաստանը, որ մեր եղբայրներին այնտեղ Բաքվի բանտերում մեր ազգն էլ մենք էլ հետը նվաստանում ենք, այդ է ձեր իրական ստեղծած Հայաստանը, որ ձեր թեթև ձեռամբ այդ մարդիկ հայտնվել են այնտեղ, ձեր թեթև ձեռամբ, դուք եք այնպես արել, ես չեմ հոգնելու կրկնել դրանից, իրենց թեթև ձեռամփա, որ այդ մարդիկ հայտնվել են այնտեղ։ Եվ չփորձեք ծպտուն անգամ հանել, որ գիտեք ինչ կա, մենք ինչ հանենք, դե մենք ինչ խոսանք, որ մենք խոսանք իրանց համար վատ ալնելու։ Խոսելուց լավ է, քիչ առաջ պարոն Բագրատյանը ներկայացրեց, ուղղակի դուք վատ եք աշխատում, սա պետք է իրանց նման անտառ։ Ներկայացրեց պարոն Բագրատյանը, սա իգիտություն նաև ընդդիմադիր մնացած բոլորին, փաստերով, թվերով, որ միայն ստվերային տնտեսություն է գոյություն ունեցել Նիկոլի ժամանակ 7 տարվա ընթացքում, որի հետևանքով թալանվել է 60 միլիարդ դոլար։ Եվ դուք դրա մասին հիմա չեք խոսում ու թույլ եք տալիս, որ չէ, դուք պետք է թույլ չտաք, բերանները բացեն, ասում եմ, որտեվ Ռոբերտ Քոչարյանի գույքի չէ, պետք է այդ անունը իրանք սկի չհամարձակվեն տան։ Հաղթանակ արձանագրած մարդ, որի ժամանակ իրանք սիրելի Ալիևն ու Էրդողանը չէին համարձակվում Հայաստանի վրա ինչ որ մի հատ քայլ անեին կամ ինչ որ մի բան անեին, որ չէին սարսափում էին, վախենում էին, ում ժամանակ տնտեսությունը այդպես զարգացել է, դուք անհարմար եք գտնում անվերջ դրա մասին խոսելուց։ Պետք է անհարմար չզգաք, ասեք, այս մարդու ժամանակ սա է եղել, դու ով ես այ աններկնաշոր վիժված գործ։ Ես ասել եմ, որ ես կառավարման ժամանակ ինչքան եկեղեցիներ են հանձնվել, ինչքան քաղաքներ են հանձնվել, ինչքան գյուղեր են հանձնվել, ինչ թալան ա եղել, ինչ կոռուպցիա կա, բայց կոռուպցիա չի, որ ինքը ցնցումների մեջ է հանգնում, որ դեղեր ա խմում, այդ կոռուպցիայի մասին խոսալու չի, որ ցայտնոտի մեջ են գնում։ Իրենք եւ իրենց փոխկապակցված անձիկ, բայց ովքեր են։ Բայց ովքեր են, որ բյուջեից միլիարդավոր դրամներ են մսխում, բայց ովքեր են, որ գնում են թանգանոց վոյաժների, միլիոնավոր դրամներ մսխելով մեր չարքաշ գյուղացիներից, որ դառը դատում են, կոպեկ վճարում են բյուջե, որ դուք $5,000 օրը ձեր կառավարական ամառանոցի վրա մենակ ուտել խմելու վրա ծախսեր անեք։ Ամենաթանկանոց պատավատները քշեք, գնաք ստեղ ընդեղ բանը հանգստանակ ու չգիտեմ ինչեր անեք։ Բայց բիտկոյների միլիարդները, այդ միլիարդների մասին չի խոսում, մի հատ էլ համարձակվում են, բանը, չէ, հասնելու է նրան, ես վստահեցնում հասնելու է նրան, որ բոլորը ոնց որ են գյուղացիներն ասեցին, մենք դու նախկիներ գալ տեր կանգնեն, հասնելու է դրան։ Ուղղակի իրանք այնպես են շտապում, որ լսեք, այս շինարարության վրա գիտեք ինչքան կոռուպցիա կա, շինարարության մեջ ինչքան կոռուպցիա կա։ Այդ որ ասում են դպրոցաշինություն, այդ որ ասում են ճանապարհաշինություն, ոչ ճանապարհը կա, ոչ դպրոց կա, միլիոնավոր դոլարներ էլ մսխում են, միլիոնավոր դոլարներ։ Նայ որ ծրագիրը որ նայում ես, որ հասարակ մի հատ օրինակ բերեմ, Դովեղ գյուղում դպրոց են կառուցել, դպրոցի վրա պետք է ծախսվեր $1 միլիարդ փող, մի հատ էլ ընթացքում բան են անում, ասում են դե գիտեք ինչ կա, մի հատ էլ մեզ հենապատ է պետք է, $1 միլիոն էլ դուրս գրենք այս հենապատի վրա, $1 միլիոն հենապատի վրա փող են դուրս գրում։ Այսինքն ամեն տեղ, ամեն ոլորտ, որ սենց ձեռ ես տալի կոռուպցիա է։ Այդ որ $25 միլիոն, որ ասում են անիֆի գործով, մի հատ մեղադրյալ չկա։ Այսօր պարոն Բագրատյանը փաստերով 10 միլիոն այնտեղից է լափել Նիկոլը, $20 միլիոն այնտեղից է լափել, $5 միլիոն այնտեղից է լափել եւ անբարոյականի ծնունդներ այսօր կանգնել են, ասում են գնալու ենք, չգիտեմ, ես ինչ թալանի, այնից չգիտեմ ինչի հետևից։ Այդ որ ասում է իմ ժամանակը ասում է, չի հերիքում ասում է, որ ես ասում է, նայեն պարզեմ տենամալը ասում է, որտեղ ասում է կոռուպցիոն։ Բա ինչ ժամանակ չի։ Բա չէ, հեծանի վախշում մարդը, գյուղացիներն ասեցին այն։ Ժամանակը որտեղից հերիքի այդ մարդու, որ նայ, քիչ գիտի իր մերձավորներն ինչեր ունեն։ Իր մերձավորների թալանը։ Ուրիշ բան ասեք, ինքը չգիտի։ Չի տեսնում, իրանց տները չի գնում, իրանց դղյակները չի գնում, իրանց քշած մեքենաները չի տեսնում, բա գալիս են այդ բանը իրանց այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ ինչ մեքենաներով են գալի։ Նախկինում փոշեկուլու հերոստացուցապարիկով առնողները։ Ծխախոտ չունեն, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ինչի մասն ասում են բոմժի նման ասեն դայ պակուրից, դայ ռուսան, տակ մի հատ։ Շինարարության ոլորտում ինչ կոռուպցիա, այս շենքերը քաղաքի որ իբր թե սարքում են։ Բայց բանը
տղեկ էին ավականի գնացել են կոռուպցիային բացահայտել։ Այն իրաց կոալիցիոն գործընկեր կամ ինչ որ, չգիտեմ, Եվրոպամետեր են, այդ ինչ են, տեսակ չէ սիրելի հայրենակիցներ, սրանք Եվրոպա գնալը ոնց են պատկերացնում։ 20 հոգով ծեծեն, խոշտանգ են, ուրեմն, այն մեկն էլ կա, իբր բանա, գլադիատոր ես, ինչ ես այդ տղա դու, ում տեղն ես քեզ դրել։ Հարցակվում ասма, բան ասма, մեկն էլ կա իրանց այն բանից, իրանց կուսակցությունից են, որ ծանր հրետանին, ասма, մենք պարապած տղերք ունենք, ասma։ Քաշով թե գաղափարով։ Քաշով։ Ասma, մենք պարապած տղերք ունենք, ասma, այդ օրը ասma, չհասրեցիք, ասma, ծեծենք, ասma, հաջորդ օրը ասma, ես հպարտացա, ասma, ինչ ասma, ինչ կուսակցություն ունենք, ինչ արժեքներ ենք դավանում։ Հələ 15 հոգով մարդուն ծեծել այդ բանը, արժեքների դավանում, դա Եվրոպա տենց է գնում։ Բայց ձեր եվրոպացի գործընկերներին ասել եք հետաքրքրող լրագրողի նկատմամբ էս ինչ այլանդակություն է, ինչա թե ոնց է գիշերով մտնել։ Դե բայց իրանց պետք չի որ կոռուպցիա բացահայտվում։ Եվ մեկ ամսյա, այսինքն ջարդուփշուրան մեծ մարդի նկատմամբ ոչ մի բան, էս մեկ ամսյա կալանքի տակ են վերցել միայնակություն անց ծնողը։ Աղբահանությունում թալանում են, տրանսպորտում թալանում են, գույքահարկում թալանում են, այս շինարարության թույլտվությունները որ տանում են, թալանում են։ Էլ ո՞նց թալանել, թալանել ո՞նց անեմ։ 60 միլիարդ, պարոն Բագրատյանը ներկայացրեց, որ ստվերից Նիկոլ 60 միլիարդ դոլար 7 տարում անհայտացել է թալանել էս։ Դու թալան չի անհետացել, հայտնվել է համապատասխան մարդկանց գրպանը, ի՞խի անհետացել։ Լավ, եւ իմպիչմենտի թեմայի մասին է խոսեք եւ ամփոփենք։ Ես խոստացել եմ ոչ մեկի չխանգարեմ, ամեն մեկը ազատ արտահայտվի, խնդրեմ։ Ես ավելացնելու բան չունեմ, ախր այս իմպիչմենտի թեման, ասենք, այն թեման չի, որի վրա որ մենք պետք է ամեն օր, ասենք, այս հազարավոր բաները թողած մենք գանք, մենք ասել ենք այն ինչ որ ասել ենք, ավելացնելու բան չունենք։ Ես մի բան կարող եմ ասել, այն մարդիկ, որոնք որ շահագրված են իմպիչմենտի թեմայից, միջև ես ոչ մեկի կողմից հրավեր չեմ ստացել դրա քննարկման, նախ երկրորդներ, ասեմ ձեզ, որ այն մարդիկ, որոնք որ շահագրգռված են իմպիչմենտի գործընթացից, թող հատիկ եւ կուսակցությունները եւ քաղաքական գործիչները ասեն իրենք ինչ կարողականություն են ներդնելու իմպիչմենտի գործընթացը առաջ տանելու։ Ինչ ռեսուրսներ, ինչ հնարավորություններ, ինչ մարդուժ, ինչ կարողականություն, ինչ պարտականություն ու ֆունկցիա են վերցնում իրենց վրա, ով է իրենց տեխնացուն եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա ամբողջ օրը առավոտից իրիկու մենք խոսալու ենք հենց նես թե խոսալու ենք բովանդակալից։ Ես ուզում եմ ամեն ինչի մեջ լինի բովանդակություն։ Եվ այն ով որ նախաձեռնում է իմպիչմենտի գործընթացը, նաև նա իր գործնական պատկերացումները պետք է կիսվի, ասվի թե ինքը, ել եմ ասում, ինչ ներգրավվածություն ունենալու այս գործում։ Շնորհակալություն։